Ասեք որոշել եք արդեն ում եք ընտրել, ում աշխատանքն եք ավելի շատ գնահատում։ Որոշել եմ, ոնց կարող չորոշել։ Որոշել եմ Նիկոլ Փաշինյանին եմ տալու։ Միակ վստահելի կուսակցությունն է։ Միակ վստահելի։ Դա Աստված, որ մեր ձայնը ժողովրդի տեղ հասնի։ Ասեք աշխատանքից ում եք ավելի շատ գնահատում։ Բավականին փոփոխություններ կան թոշակառուների, տրանսպորտի, քաղաքի բարեկարգման, շատ, չգիտեմ որ մեկը թվարկեմ, առողջապահության բնագավառում բավականին արվեց անվճար դեղեր, կոնկրետ, նույնիսկ աչքի խրուստալիկ են փոխել անվճար, որը արժեր 400,000, որը թվարկեմ, շատ են։ Դեռ որ Ռոբերտ Քոչարյանն էլ է վարչապետի քննարկությունը դրել։ Իհարկե կառավարման տարիներից ինչ կհիշեք։ ամեն ինչ սպանություններ, մարտի 1, ամեն ինչ Սերժի իհարկե ժամանակ էր եղել մարտի 1-ը, բայց ամեն ինչ հիշվում է։ Զուգահեռ սպանություններ եւ նվաստացուցիչ պայմաններ։ Ես դպրոցում եմ աշխատել, դպրոցը փոքր դարել էր բանի Ռոբերտ Քոչարյանի հանրապետության ոնց որ ձևը լինի։ Ու իրա Սերժ Սարգսյանի կուրսեցին էր մեր տնօրենը, ու խայտարակություն էր կատարում, հիմա փախած է Ամերիկայում է գտնվում։ Իսկ դեռ Սամվել Կարապետյանը ասում է թե ինչ է եւ ցիվիլ է։ Սամվել Կարապետյանը ասում է որ հարկը է խաղաղություն բերի Ռուսաստանի հետ միասին ինչ կարծիք։ Ներեցեք Սամվել Կարապետյանը նույն Ռոբերտ Քոչարյանն է, պլյուս Պուտին, վստահ եմ ես, բայց մի հատ փոքրիկ լրացում, անթերի ոչ ոք չկա, ունի եւ թերություններ, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը, բայց միակ վստահելին ժողովրդի կողմից ընտրվածը ինքն է, ու բավականին տեսանելի, գուցե եւ ոչ տեսանելի փոփոխություններ արվել են դեպի լավը։ Վերջինները մոտենում ենք, ասեք որոշել եք ձեր ձայնում եք տալու։ Նիկոլ Փաշինյանին 100-ը 100։ Իրենց աշխատանքից արմասած։ Ամեն ինչեն շատ կոհեն։ Նամանավանդ կոհեմ 65 տարի եմ վերջը, որ առողջապահական ատկետ շատ կոհեմ։ Ամեն ինչը դպրոցները, մանկաբարձները, քաղաքը, նորությունները շատ կոհենք։ Եվ խաղաղություն, ամենակարևորն է խաղաղությունը։ Ով խաղաղություն բերեց Հայաստանին։ Ասեք օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ինչ կհիշեք։ Ինչ կհիշեմ, հոկտեմբերի 27 եւ մարտի 1։ Ուրիշ ոչինչ չեմ կարող հիշել ես իրենից։ Սամվել Կարապետյանը ասում է որ դա խաղաղություն է բերել, ինչ կարծիք եք։ Արդեն խաղաղությունը բերել են։ Սամվել Կարապետյանը չի կարա խաղաղություն բերի, սիրելիս։ Արդեն խաղաղությունը հասած է Հայաստան։ Ես Նիկոլ Փաշինյանին եմ ընտրելու, ճիշտ ասած չի ուզում ասել, բայց քանի որ խաղաղությունը մեջ բերեցի, Նիկոլ Փաշինյանն եմ ընտրելու։ Ասացելու եմ ու այն այլանդակներին չեմ ընդունում, Քոչարյանն։ Փաշինյանին։ Իսկ գացեք Ռոբերտ Քոչարյանի կառավարման Վայ, ես նրա անունը չեմ։ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրություններին մասնակցելու եք, ձեր ձայնում եք տալու։ Եմ տալու ձայնս տալում եմ իշխանությանը։ Իհարկե անպայման։ Ես ընտրություններին ուզում եմ տամ այն ձայնին, որը որ հիմա այս վիճակն է, հա, լավ վիճակ է։ Ու որսեն շարունակվի դեպի լավ ավելի։ Իհարկե ԿՊ-ի։ Ամեն աշխատանքը գնահատում եմ։ Ինչ աշխատանք կա գնահատում եմ։ Դպրոցների սարքում, ճանապարհների վերանորոգում, ամեն ինչ։ Իհարկե ԿՊ-ի կողմն եմ։